Բարև ձեզ, 2026 թվականի մայիսյան այս օրերին Հայաստանը հայտնվել է արտակարգ և դուրեկան դիվանագիտական եռուզեռի առանցքում։ Եվրոպական երկրների ղեկավարներ, Եվրամիության ղեկավարներ, Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովներ, Ֆրանսիայի նախագահի պետական այց Հայաստանի Հանրապետություն և այս ամենի ամփոփումը Գյումրիում խաղաղության կամուրջ գեղարվեստաքաղաքական համերգով։ Այլ հարց է, թե որքանով է ամուր այդ կամուրջը, որպեսզի կարողանա դիմակայել հյուսիսային սառը քամիներին և տարածաշրջանում հավանական փոթորիկներին։ Այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչպես է անդրադառնում նաև այս ամենը Հայաստանի ներքին ներքաղաքական իրավիճակի վրա, ընտրական գործընթացի վրա և հանրային տրամադրությունների վրա։ Այս ամենի մասին ենք խոսելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները և կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ, հիմա արդեն պատգամավորի թեկնածու, Շնորհապետական կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարում գտնվող, երկրորդ հորիզոնականում գտնվող Էդվարդ Անտոնյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թե ինչպես եւ ինչու վերլուծական դաշտը չեք փոխում իհարկե միաժամանակ նաև փորձում եք քաղաքական հայտ ներկայացնել, այս մասին կխոսենք մենք իհարկե մեր զրույցի երկրորդ հատվածում, բայց մինչ այդ սկսենք այս եվրոպական օրերից պայմանական ասած, եթե այսպես կարելի է, ամենաթարմը Ֆրանսիայի նախագահի պետական այցներ եւ շատերը այս այցը համարում են պատմական։ Դուք ինչ կարծիք ունեք այս այցի մասին, արդյունքների մասին, սա կոնկրետ ձեռքբերում է, թե դիվանագիտական փաթեթավորված հույս։ Նախ այն ժամանակ, երբ որ խոսում էինք եվրոպական ինտեգրացիայի մասին, կոնկրետ ես իմ օրինակով ասեմ, 2004 թվականն էր, երբ որ դրանից առաջ Վրաստանը մեր առաջ ճանապարհ էր բացում, այդ ժամանակ երևի հասարակության 1% անգամ չէր ընդունում, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է կամ ՆԱՏՕ կամ Ամերիկան, նույնիսկ ՆԱՏՕ-ի անունը լսելը միացած շատ կասկածամտորեն նայում են, թե եսով է։ Բարեբախտաբար հիմա հասարակության կեսից ավելին գտնում է, որ Հայաստանի ապագան Եվրոպան է։ Եվ այդ պարագայում շատ-շատերը որևէ հոդաբաց փաստարկ չունենալով ասում են մեզ այնտեղ չեն սպասում, որ մենք գնանք։ Մինչև հիմա էլ ասում են։ Ահա, մենք էլ ասում էինք, կոնկրետ ասում ենք, մոռանում եք, որ իրանք չեն ասում եկան միացան մեզ։ Իրանք ունեն այլ ձևակերպում, ընդլայնում։ Ասում են մենք ընդլայնվեցինք, այսինքն իրանք են գալու հասնեն Հայաստան, մենք չենք գնալու միանանք իրանց։ Եվ դա ավելի առարկայական ստացվեց, երբ որ իրանք եկան եւ ասեցին, որ այո, մենք պատրաստական ենք, մենք հետաքրքրված ենք, մենք պատրաստ ենք Հայաստանի հետ աշխատել, մենք Հայաստանի աշխարհագրական դիրքը խիստ կարևորում ենք, որքան ենք այդ մասին խոսել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կապի պարագայում Իրանը, որ դա շատ ծանր է տանում, որ իր տարածքով չանցնի այդ ամեն ինչը եւ դիմադրում է դրան, նաեւ առիթ օգտագործելով Ամերիկայի հետ կոնֆլիկտը ասում է, հա, բախտները չփորձեք կնես բանանեք իմ շահերի դեմ, մեզ համար տարբերակ չեն թողել, քան Եվրամիության հետ համագործակցությունը ընդլայնելու, բայց միշտ ասել են, իսկ մեզ կօգնեն, բա որ լարսը փակեն, բա որ էսպես լինի, բա որ այնպես լինի, կամ ով ասե, որ շատ երկրներ հերթ կանգնած են, այո, շատ երկրներ կան հերթ կանգնած են, բայց քաղաքական կամք են դրսևորում, որևէ մեկին տալիս են հնարավորություն ավելի արագացնելու։ Մեր պարագայում մենք շահագրգռված ենք արագացնելու հարցում, նաև այս առումով։ Մի քիչ կարող է սխալ հասկանան, բայց գուցե մեր շահերից է բխում, որ Վրաստանը մի քիչ հետ ընկավ, ռուսական գիծ բռնեց, բայց ինքը լուրջ քայլերով մեզնից առաջ էր։ Կարող է գա այնպիսի բան, մինչև Վրաստանը դարձի գա, մենք միասին կարողանանք քայլանենք։ Բացի դրանից, մի քիչ լավ է, որ տևական ժամանակ Թուրքիան թեկնածու պետությունը հետը չեն էլ բանակցում անդամ դառնալու, որովհետև եթե Թուրքիան դառնար անդամ, հաստատ վետո կդներ եւ շատ ծանր գին կպահանջեր Հայաստանի անդամակցության համար։ Շվեդիային ինչքան ձգեց ինքը ՆԱՏՕ-ի անդամ դառնալը։ Բայց ներկա իրողություններում վետոյի հավանականությունը ավելի մեծ էր։ Երբ որ հայ-թուրքական գործընթաց կա, երբ որ տարածաշրջանում խաղաղության գործընթաց կա,
Չէ, նախ այսօր չի դա ալնելու, որ մենք մտածենք։ Եվ բացի դրանից էլ Թուրքիան իր դերը կարևորելու համար կարա վետո դնի, հետո հանի։ Բայց դրա դիմաց ինչ որ բան ուզի։ Այսինքն մենք շահագրգռված ենք, որ կամ Իրանից առաջ ընդունվենք, կամ առնվազն գոնե միասին, որի պարագայում մենք որևէ խնդիր չենք ունենա դժվարությունների։ Պատահական չի, որ ինքը գնացել Հյուսիսային Կիպրոսը օկուպացրել է Թուրքիան, Կիպրոսը դարձավ Եվրամիության անդամ 2004 թվականի մայիսի 1-ին, բայց մինչև այսօր ինքը չի ուզում, որ Կիպրոսը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև ասում են չի սա պետք որ դառնա ՆԱՏՕ-ի հովանու ներքո լինի, վաղը մյուս օրը խնդիր առաջանա։ Այսինքն հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք առարկայական տեսնում ենք, որ Եվրոպան ու այո, մենք շատ լավ էլ հասկանում ենք, որ դա իրանց շահերից է բխում։ Եթե դա իրանց շահերից չբխեր, դա ընդհանրապես կլներ թղթի կտոր, որը որ դարակում դրած կլներ։ Եթե դա իրանց շահերից չբխեր, այսպիսի եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով տարվա մեջ 2 անգամ տարբեր տեղեր անում են։ Դա կլներ հերթական գագաթնաժողովը հերթական մայրաքաղաքում, ոչ ավելին։ Իսկ այս պարագայում հերթական գագաթնաժողովը հերթական մայրաքաղաքում թե ավելին էր մեզ համար էլ Եվրոպայի համար էլ։ Մեզ համար ավելին էր, որ նախ իշխանությունը եթե ասում ենք, որ այդ տեսեք իրանք մեզ Եվրոպա այս իշխանությունն է տանում այլապես չէին գա, ես ուզում եմ ասել, որ մի փոքր թյուրիմացության մեջ են, որովհետև 2028 թվականին փոխադարձ պայմանավորվածությամբ այս նույն գագաթնաժողովը լինելու է Ադրբեջանում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը գլուխը ջարդում է գնա Եվրամիության անդամ դառնա։ Այսինքն չգերագնահատենք, մենք իրական գնահատենք։ Սա Հայաստանի աջակցության քայլ է։ Եթե իշխանությունը ասում է, որ ժողովուրդ Եթե դուք որոշեք ես դիմում կգրեմ, մի ամիս հետո ընտրություն հա։ Երբ որ ասում ենք հասարակության կեսից ավելին գտնում է մեր ապագան Եվրամիությունն է, անկախ նրանից ում ձայն կտա, մենք կոնկրետ ասում ենք, մենք լինենք, մենք հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության ու չենք էլ ձգի, քանի տարի հետո ուզում ալնի, այսօր քայլ արեցինք, այսօր ունենք, այսօր կանենք։ Այդ պարագայում համարենք, եթե մենք մեծամասնություն ենք, մենք կանենք, եթե մենք չլինենք, բայց ծանրակշիռ ձայն ունենանք, կասենք մի րոպե, հասարակության կեսից ավելին, այս ուժին ձայնա տվե, պարտադիր չէ համագործակցես։ Այսինքն ինքը ներկայացրեց իր հայտը, թե իշխանություն ոնց պիտի կանգնես ասես ժողովուրդը չի ուզում։ Որ ասում եք մենք հայտ կներկայացնենք եւ մենք չենք ցկցկի, դա նշանակում է, որ իշխանությունը հիմա ցկցկում է եւ եթե այո, ապա դրա հիմնավոր պատճառները կան։ Դե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք երբ որ կհասնենք այդ ճամփաբաժանին, նոր կորոշենք, քայլանենք, այդ էլ ժողովուրդը երբ որ որոշի այդ ժամանակ։ Բայց եթե մենք խորանանք ԵԱՏՄ-ի մեջ, դիմենք Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցությանը, որ արդեն դիմված է, այդ պարագայում մենք հաստատ չենք մոտենա, որպեսի որոշում կայացնենք։ Այսինքն, եթե մենք հասարակության աջակցությամբ ինչ որտեղ նաև ճնշմամբ կարողանանք ասենք, որ մարդիկ սա են ուզում, իշխանությունը պարտադրված է լինելու այդ քայլը անել։ Այսինքն մենք չենք թողելու դա իշխանության։ Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ հայտնի է մարդիկ սա են ուզում, բայց մարդիկ չեն կարող վերացական, այսպես ասենք, հա, մարդիկ չեն կարող ճշգրիտ հաշվարկել դրա գինը որն է լինելու։ Քիչ առաջ Ռուսաստանի մասին էինք խոսում։ Ռուսաստանում այս ամեն ինչը մեղմ ասած այնքան էլ զուսպ չէր արձագանքը։ Դա նշանակություն ունի եւ հաջորդ հարցը ինչ սպասել է պարագայում։ Նախ շատ ենք խոսել նաեւ ձեզ մոտ, որ 2021 թվական կրկնելը չի ստացվելու 26 թվականին։ 2021 թվականի ընտրությունը զուտ ներքաղաքական օրակարգ էր եւ ասում էին ընտրենք Նիկոլ Փաշինյանին, որ Քոչարյանը չգա, ընտրենք Քոչարյանին, Պուտինի ինգերն է, մենակ ինքը կարող է Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկի։ Մենք տեսանք ինչ եղավ։ Հիմա շատ են խոսում, չէ, ընենց անենք Գյումրի 2 չլինի, որ ռուսամետ ուժերը հավաքվեն տանեն, բայց իշխանությունն էլ փորձում էր Քոչարյան 2 անել։ Այսինքն Քոչարյանի փոխարեն խաղադաշտ մտա Սամվել Կարապետյանը։ Բայց ինչի է տարբերվում այն ժամանակվա հետ, որովհետև 2022 թվականի ուկրաինական պատերազմից հետո աշխարհաքաղաքական կոմպոնենտը, արտաքին կոմպոնենտը բոլոր երկրների ընտրության վրա շատ մեծ է։ Այսինքն մենք այսօր էլ տեսանք, որ Ռուսաստանը ասեց ես անտարբեր չեմ, Եվրոպան էլ ասեց, բայց եզով ասում, որ մենք ենք անտարբեր։ Այսինքն ինչի մենք չգիտեինք, որ աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական կոմպոնենտը մեծալն է։ Այդ բոլոր երկրները հերթով թվարկել են, որ բոլոր տեղերը ընտրությունը եղել է, առաջինն ասել են,
Տեսեք, Հունգարիայում այսպես եղավ, որոշումը սա է, Բուլղարիայում եղավ դեպի Ռուսաստանը, բոլոր ընտրությունները դա է։ Մեր երկրում, որ դա պետքա լիներ, առարկայական մարդիկ տեսան։ Մենք սա ունանցանք էլի ընտրություններին, ոչինչ։ Եթե ասում եք, որ աշխարհակահաղական կոմպոնենտը շատ մեծ է լինելու, այս պարագայում որ դիրքորոշումն է, որ դիրքավորումն է ավելի շահեկան հանրային ընկալման տեսակետից ձեր կարծիքով։ Մի մասը, որ փրկությունը հյուսիսում է, մի մասը, որ փրկությունը արևմուտքում է, իշխանությունն ասում է փրկությունը բալանսավորումն է։ Սրանցից որն է ավելի շահեկան։ Այսպես նայենք, բալանսավորում մանևր անելը կարելի է տեսականորեն գրատախտակի վրա ասել եւ բոլորը նայեն, ասեն լավ է, կամ էլ թե չէ խաղաղության սլակները դնենք բոլոր ուղղություններով, բայց մի հատ սլակ էլ դրել ենք հարավ դեպի Իրան, բայց Իրանն ու Ամերիկայի հարաբերությունը մենք գիտենք։ Այսինքն այս պարագայում քանի այդ հարցը կարգավորված չէ, ու խաղաղություն այս պահին չկա։ Ուկրաինա, ներողությունը, Ամերիկա, Իրան։ Նույնիսկ եթե իրենք խաղաղության փաստաթուղթ էլ ստորագրեն, էլի չկա, որովհետև վեճի առարկան լուծված չի։ Իրանը ցանկանում է ոչնչացված տեսնել Իսրայելը, քանի ոչնչացված չի, ինքը վտանգ ունի մահացու։ Իսրայելն ասում է, քանի Տրամփն է, եթե Իրանին չվերացնենք, գոնե իշխանությունը չփոխենք, վաղը մյուս օրը Իրանը ոտի կանգնեց, Իսրայելը վերացնելու է։ Նա էլ է համարում Իրանը մահացու վտանգ։ Հիմա այդ մահացու վտանգը այսօր որ չեն կրակում, չնայած էլի ակտիվություն կա։ Այդ մահացու վտանգը վերացել է, չէ։ Այդ ամենը չի վերացել, բայց իմ հարցն այն էր, թե այս ամենով հանդերձ եւ հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ռեգիոնում ընդհանրապես եւ ավելի մեծ կտրվածքով Հայաստանում հանրային ընկալման տեսակետից որն է ավելի շահեկան դիրքավորում։ Դες դա է ասում, կարող է մենք ուզենանք բալանսավորենք, բայց օրինակ ասենք Ամերիկայի հետ լավ լնել, Իրանի հետ լավ լնել, մենք ուզում ենք, բայց Ամերիկային եւ Իրանին Սյունիքում համադրել չենք կարողանում։ Որտեւ եթե Ամերիկան հաղթեց Իրանին, պետք է ասի, ես ոնց ասեմ այնպես է, եթե Իրանը կարողացավ այնպես անի Ամերիկան հետ քաշվի, պետք է ասի ինչ ամերիկյան ընկերություն, այդ ինչ հեքիաթ է։ Այս պարագայում բալանսավորումն է լինում է այն, որ երկուսի հետ էլ մենք լավ հարաբերություններ ունենք եւ երկուսի հետ կարող է լավ հարաբերություն ունենանք, բայց դրա արդյունքում ծրագրերը չկարողանանք անենք, որովհետեւ հակասություն կա։ Դրա համար մենք այսպես նայենք։ Օրինակ Ռուսաստանի պարագայում, Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ պետք է մի բան իմանալ։ Եթե Ուկրաինայի միկը հաղթի, ինքը պետք է մտածի ընդլայնվելու մասին։ Ռազմական ռելսերի վրա է դրա պետությունը, բայց խայտարակ վիճակա Ռուսաստանում։ Այն ռուսամետ ուժերը, որոնք մեզ պատմում են Ռուսաստանի հետ պետքա լավ հարաբերություն ունենանք։ Նրանք երբևիցե մարդկանց ներկայացնում են ինչա կատարվում Ռուսաստանում, նրանք ամենօրյա ռեժիմով շփվում են Ռուսաստանի հետ։ Ես 10 տարուց ավել Ռուսաստան չեմ եղել, բայց ես Ռուսաստանից ինֆորմացիա ստանում եմ, իրանք չգիտեն ինչ է անում Չինաստանը, ոնց է մեթոդաբար մտնում վերցնում ռուսական տարածքները, ոնց է քարտեզում գրում, որ դա իրանց տարածքն է։ Իրանք չգիտեն, որ ռուսները գնացել են Ուկրաինայում կոտորվել են եւ դրանց փոխարեն եկել են երիտասարդ եւ խոստումնալից հնդիկները, որոնք ոչ մի բանից գլուխ չեն հանում։ Այդ ինտելեկտուալ հնդիկները չեն եկել։ Այն փողոցում հացուտող կողքներ պետք քարանից օգտվող հնդիկներն են եկել, որոնք բացարձակ գաղափար չունեն, մի բան գիտեն, սիրուն ռուսկին, մնացածը իրանք գիտեն։ Իրանց միակ առաքելությունը էդ է, զբաղացնել թափուր տեղը, սուր տեղը դատարկ չի մնում։ Տարան իրանց ազգի տղեկին կոտորեցին, բերեցին հնդիկներին կապ, իրանք չգիտեն իրանց վիճակը, իրանց տնտեսության վիճակը, իրանց հարկերի վիճակը։ Այսինքն այս ամեն ինչով մեզ ասում են մենք ձեզ տիրություն կանենք, եղբայր մեկը լինի ձեզ տիրություն անի։ Այսինքն այսօր մենք ինչի մասին ենք խոսում։ Այսօր մենք խոսում ենք ունենք ընտրություն։ Երկու ընտրություն։ Լավ, մի կողմ դնենք Ռուսաստանը օկուպանտը, ագրեսորը, զուտ ընտրություն ենք կատարում։ Երիտասարդ սերունդը բնագրից կարդում է անգլերեն։ Երիտասարդ սերունդը ստեից թռնում է եվրոպական քաղաքներ ավելի էժան, քան ստեից գնա Սևան։ Նա գնում է, տեսնում է այդ ամեն ինչը, այդ ազատությունը, այդ բարեկեցությունը, այդ հին աշխարհն է, չէ՞ վերջապես, որ երկիր մտնես մի պատմամշակութային մի լուրջ բանի հետ է շփվում։ Այդ մարդը այդ ամեն ինչից օգտվում է, բայց քաղաքականացված չի, ջահելները մի չեն քաղաքականացված, նրանց փոխարեն գնում են փողը վերցնում, գնում են ընտրում են Ռուսաստանին։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Այս սերունդը ծնվել է անկախ Հայաստանում,
Սա խորհրդային միության սերունդ չի։ Ես 31 տարի խորհրդային միության ժամանակ ապրել եմ։ Մենք այսօր մեզ սերունդը կռիվ է տալիս, որ մեր երիտասարդները Ռուսաստանի տակից դուրս գան։ Իրանց թվում էր, թե մենք պետք է Ռուսաստանի համար, մենք գիտենք դա ինչ է, մենք տեսել ենք դա ինչ է, մենք ասում ենք, մենք տեսել ենք, դուք չտեսնեք, բայց այդ անտարբերությունը շատ վտանգավոր է մեզ համար։ Հիմա այս եվրոպական գագաթնաժողովները, Ֆրանսիայի նախագահի պետական այցը ինչ ազդեցություն ունեցան հանրային տրամադրությունների վրա, կարող եք դիտարկել հենց ձեր ասած շեշտերով, երիտասարդներ եւ ավելի ավագներ, փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույց է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ, վերջին հարցս այն էր, թե եվրոպական գագաթնաժողովները եւ Ֆրանսիայի նախագահի պետական այցը ինչ ազդեցություն ունեցան ընտրական համատեքստում հանրային տրամադրությունների վրա։ Նախ այսպես նայենք, որ Ֆրանսիան մեզ համար ավանդաբար բարեկամ պետություն է եւ Ֆրանսիան լրջագույն դերակատարություն ունի եվրոպական հեռանկարի առումով։ Շատ ակտիվ ու ագրեսիվ քաղաքականություն է վարում Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հետ միասին։ Շատ լուրջ։ Եվ ինչի մենակ Ֆրանսիան ենք ասում։ Մենք այնպես անտեսում ենք Մեծ Բրիտանիայի վարչապետի գալը Քիր Սթարմերի, դա արարողակարգային եւ նշանակության առումով հաստատ պակաս չի, քան Ֆրանսիայի նախագահի, որտեղ Ֆրանսիան ավանդաբար դաշնակից պետություն էր։ Իսկ Մեծ Բրիտանիան այսօր Եվրամիության հետ կապված, չլինելով Եվրամիության անդամ, ավելին է անում ընդհանուր եվրոպական ծրագրի համար եվրոպական ընտանիքի, քան Եվրամիության շատ անդամ պետություններ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի պես պետությունը գալիս է, մենք ասում ենք Եվրամիություն, շատերն ասում են, դե դա անվտանգային համակարգ չի։ Էմերանք ասելով Ուկրաինայի պատերազմից հետո Եվրոպան այլևս ստեղծում է ճկուն անվտանգային համակարգ եւ դրա մեջ առանցքային դերակատարություն ունի Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Ով գարբավոր դուք պատկերացնեիք, որ եթե դու պայմանավորվում ես իրանց հետ, դու պայմանավորվում ես նաեւ անվտանգային կոմպոնենտը իրանց հետ։ Դրան գումարած շատերը ծանր էին տանում Զելենսկու գալը։ Հերթական անգամ սկսեցին ֆոսֆորը Զելենսկին տվել է Ուկրաինան, նախ Ուկրաինան ֆոսֆոր չի տվել, դա չունել որ տար։ Երկրորդ եթե ֆոսֆոր ունենար, հիմա Ռուսաստանը իր դեմ օգտագործեց, ինքը կօգտագործեր, պատասխան քայլով Ռուսաստան Զելենսկու այցը շատ սուր ընդունվեց, չէ՞։ Իրանց համար սուր ընդունվեց, բայց հասկանանք ինչն է հարցը։ Զելենսկին ՈԱՄ-ի անդամ է Ադրբեջանի հետ, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա։ Ինչի պետք է իր դաշնակցի հետ ինքը լավ չլինի։ Մենք մեր դաշնակիցը մեզ դավաճանում է, այդ չենք ասում։ Միլիարդավոր դոլարների հարցակողական զենք տվեց Ռուսաստանը Ադրբեջանին։ Այդ չենք ասում, ֆոսֆորը։ Երբ որ հարցնես ֆոսֆորը որտեղից է քեզ հայտնի, ինչ որ մի ռեժիսոր Ռուսաստանի այդպիսի բան է, հարցը նա չի, որ իրան գիտեն, որ այդ ֆոսֆորը Ուկրաինան չի տվել։ Հարցը նա իրաց մի հատ առիթ է պետք, չէ՞ խոսալ։ Այսինքն հիմա Ուկրաինան այսօր Եվրոպան Ուկրաինային օգնում էր ռումբերի տակ, հրթիռների տակ, դրոնների տակ Ուկրաինան զենք է արտադրում, օգնում է Եվրոպային։ Աստծուց կրակ ենք ուզում իր ոտով եկել է Հայաստան։ Փոխանակ մենք հասկանանք, որ վաղը մյուս արաբական երկրների անվտանգությունը Ամերիկան էր պահում, Ամերիկան խայտառակ եղավ այնտեղ, որտեղ պատրաստ չէր դրան, արաբական երկրները պայմանագիր կնքեցին Ուկրաինայի հետ, ասեցին մեզ օգնի, մեր անվտանգության հարցում ինչքան պետք է մենք քեզ գումարի հարցով կօգնենք, որտեղ քու տեխնոլոգիան այսօր առաջ է, դե մարտական դաշտում դու այդ տեխնոլոգիան փորձարկում ես, թերությունները լրիվ շտկում։ Այսօր եվրոպական երկրները պատվեր են տալի Ուկրաինային, փողը դնում են, համատեղ ձեռնարկությամբ դրոններ են արտադրում, մի մասը վերցնում են իրանց անվտանգության համար, մի մասը թողնում են Ուկրաինային։ Այսինքն մենք այս ամեն ինչը չենք հասկանում, իսկ մենք ինչի պետք է այլ ընտրանքից վախենանք։ Բա բալանսավորված քաղաքականությունից ենք խոսում։ Այսինքն Ռուսաստանը Եթե վախենայինք, այդ գագաթնաժողովները չէր լինի, Ֆրանսիայի նախագահ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Ուկրաինայի նախագահ եւ մյուսները։ Օրինակ Ուկրաինայի համար մենք ինչի պետք է վախենանք։ Բանը Ռուսաստանը, որ Ադրբեջանի հետ 2022 թվականի փետրվարի 22-ին ստրատեգիական համագործակցության պայմանագիր ստորագրեց եւ իր կետերը հագեցվածությամբ ավելին է, քան Հայաստանի հետ ստորագրած 97 թվականի մեծ պայմանագիրը։ Ինչա, խանգարում է, որ ինքը ասի երկուսիդ հետ էլ լավ է։
Ընդհակառակը մենք Ուկրաինայի հետ կապված շատ ավելի հետընկած է մեր հարաբերությունները։ Եթե մեզ ասում են, որ բանա Ռուսաստանը մեր դաշնակիցն է, հետո ինչը Ռուսաստանը հետընկած նայածում հետ համեմատած, ասենք Վրաստանի հետ համեմատած ու հետընկած չի։ Իհարկե, Վրաստանը վատ վիճակի մեջ է, բայց ու ասում եմ մենք շատ տեղ ունենք Ուկրաինայի հետ լավ լինելու, իսկ ինչի պետք է չլինենք։ Լավ, վերադառնանք իմ հարցին։ Այս ամեն ինչը ինչ ազդեցություն ունեցավ ընտրական տրամադրությունների վրա։ Պարզ ավելի պարզ ասեմ, Մակրոնի պետական հայցակագատնաժողովները մի տեսակ նվեր չէին իշխանությանը։ Նվերը, հա, բայց ես չէի ուզենա, որ Մակրոնը անզգույշ արտահայտություններ աներ, էլի, իր նկատմամբ կա վերաբերմունք դրական։ Ինքը պետք է անձնավորված չասեր, որ ինքը սատարում է Նիկոլ Փաշինյանին։ Որտեղ դա ճիշտ չի։ Իր այցելությունը արդեն ենթադրվում էր, որ սատարում է, որտեղ այդպիսի հասցեական արտահայտություն անելը գուցե այդտեղ ինչ-որ նրբություններ կան, բայց ասենք հիշում ենք Ռուսաստանի նախագահն էլ խոսում էր ռուսամետ կուսակցությունների քաղաքական աշխատանքի հնարավորության մասին։ Չէ, խնդիրը սա է, հա, բայց եթե Ռուսաստանից դա ասում են, մենք Ռուսաստանի ասածը քննադատում ենք։ Ի տարբերություն ռուսամետների, ինձ համար միևնույնն է սխալը ով անի։ Հենց դրանով ենք տարբերում, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մի բան ասի, որը որ հակասում է, մենք ասում ենք հոբ, բա մենք Ռուսաստանին ենք օկուպանտ ասում, ես ինչ ես անում։ Այսինքն բա մեր իսկ դուք Հայաստանում կգտնեք մի ռուսամետ մարդ, որը գտնի ուկրաինական պատերազմը, սխալ է։ Ես 22 տարի խոսում եմ Եվրոպայի հետ համագործակցության Ամերիկայի հետ, բայց Ամերիկան Վիետնամ մտել է, ասել ենք սխալ է։ Ասել ենք Իրաք մտել է, ասել ենք սխալ է, Աֆղանստան մտել է, ասել ենք սխալ է։ Այսինքն սա ինձ տարբերությունն է մեր եւ իրանց, որ եթե դու ունես սկզբունք, ունես կարծիք, ունես պատկերացում, ասում ես սա էսպես է։ Այսպես թե այնպես արևմուտքը շատ տարօրինակ կլներ, որ իր վերաբերմունքը չարտահայտեր, այսպես նայենք Հայաստանի համար է դա արվում։ Հետո մի բան էլ, մենք ինչ ենք նաև զգուշավոր։ Այսօր Տրամպը ակտիվ քաղաքականություն ավարում Սյունիքի հետ կապված, բայց Տրամպը վաղը կարող է խնդիր ունենա հենց նոյեմբերին կոնգրեսի ընտրությունների հետ կապված։ Այսինքն մենք չենք ուզում, որ դա կապված լինի կոնկրետ անձի հետ։ Մենք եւ Տրամպը առավել եւս մի առանձնապես չենք օգտվում, բայց որ ինքը գնա կվնասվենք։ Ես մի բան էլ ասեմ, Ֆրանսիայի հետ մեր համակարգային բարեկամությունը շատ ավելին է, թեպետ Մակրոնը միշտ իրան ճիշտ ապահել, քան որ դա վերագրվի որպես Մակրոն-Փաշինյան հարաբերություն։ Մակրոնը եկող տարի գնալու է։ Այսինքն հանկարծ նենց չելի ասեն, դե դու էլ ձեր Մակրոնի հետ։ Լավ։ Հիմա մենք վերլուծում ենք վերջին եվրոպական, ասենք այսպես, զարգացումները եւ ես զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ, հիմա արդեն շարունակությունը զրուցեմ քաղաքական հայտ ներկայացրած Էդվարդ Անտինյանի հետ։ Այսքան տարի վերլուծելով, մեկնաբանելով եւ ներքաղաքական, եւ ռեգիոնալ, եւ միջազգային քաղաքականությունը, որոշեցիք առաջադրվել որպես պատգամավորի տեխնացու, ինչը չէր բավարարում վերլուծական դաշտում։ Նախ ասեմ, որ ես ասել եմ անկախընտրության արդյունքները, ես շարունակել եմ հանրության հետ շփվել, որովհետև եթե դրա անհրաժեշտությունը չլիներ, այդքան հետևորդներ չէի ունենա։ Դա ուղղակի իմ կյանքի մի մասն է դարձել եւ խիստ պարտադրված։ Եվ մարդիկ նաեւ պատկերացնում են, եթե գնում ենք Սյունիք այդ ոլոր ճանապարհներով, բայց օրվա ինֆորմացիան մարդիկ ինձանից սպասում են, որ ես վերլուծեմ, պատկերացնում եք նոթբուքը դրած գիրկդ եւ այդ ճանապարհներով հասցնես ինֆորմացիա հավաքես, որ կարողանաս հասնես մի որևէ տեղ, կարողանաս մարդկանց հետ շփվես։ Դա դարձել է իմ կյանքի մի մասը եւ դա անկախ կարգավիճակից պատգամավորելն եմ, դա անելու եմ։ Այսինքն դա մեկը մեկի հետ կապ չունի։ Իմ առաջադրվելու իմաստը նա էր, որ շատ-շատերն ասում են՝ լավ, հասկացանք, ասեցի շատ բան հասկացանք։ Բա ուզում ենք մի բան փոխվի, բա ով անի։ Շնորհակալ ենք, որ ասում ես, բայց քեզանից սպասում ենք քայլանելու։ Ու այդ ժամանակ, երբ որ ես իսկապես որոշեցի, որ մասնակցեմ ընտրություններին, նաև կարծում եի, որ կարելի է նաև դաշինքով մասնակցել, որոշակի ավելի ընդլայնված կազմով, բայց երբ որ հարց առաջացավ Գուրգեն Սիմոնյանի հետ շփվեցինք Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահի հետ, գտանք, որ ավելի նպատակահարմար է հենց կուսակցությունով մասնակցելը եւ համարեցի, որ ավելի լավ է ես միանամ իրենց եւ միասին Շատ լավ, միացակ, բայց ստացվում է մի իրավիճակ, որ դուք խոսում եք եվրոպական ցկտումների, Հայաստանի եվրոպական ապագայի մասին,
Այդ մասին ոչ միայն խոսում, այլև գործնական քայլեր անում իշխանությունը, այդ մասին խոսում են նաև դաշտում արկա մյուս կուսակցությունները, որոնք ավելի երկար քաղաքական կյանք ունեն, քան թե ձեր ընտրած կուսակցությունն է։ Այս պարագայում ո՞րն է ձեր հաշվարկը ընտրողներից վստահության քվե ստանալու։ Առաջինը, եթե վետերան կուսակցությունները կարողանային իրանց փորձառությամբ լուրջ ձայներ ունենային, կարող է այս կուսակցությունը ոչ միայն չստեղծվեր, այլև կարճ ժամանակում այդքան վարկանիշ չունենար։ Դա նշանակում է, որ այդ վետերան կուսակցությունները այդքան էլ հանրային տրամադրությունները չեն սպասարկել։ Նախորդ ընտրությունն էլ ցույց տվեց, նախորդ ընտրությունների ժամանակ էլ հասարակության կեսից ավելին եվրոինտեգրացիայի կողմնակից էր, բայց եվրոինտեգրացիայի կողմնակից կուսակցությունները 3 թևով մասնակցեցին, 3-ը իրար հետ գումարած 5% ձայն չհավաքեցին։ Իսկ իշխանության պարագայում ինչպես է։ Իշխանության պարագայում հետևյալն է, մենք տեսել ենք, որ իշխանության բալանսավորված քաղաքականությունը, հիմա մենք տեսնում ենք Եվրոպայի հետ ոնց է, բայց երբևիցե Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի հետ մենք վատ ենք կլնելու։ Նիկոլ Փաշինյանը գնացել է Եվրոպա, ասել է իմացեք Ռուսաստանի դեմ դուրս չեմ գալու։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեզ համար բարեկամ պետություն է Ռուսաստանը։ Դուք էլ հակառակը չեք ասում, չէ՞։ Հիմա հակառակը չեք ասում, այսինքն գրեթե նույն բաներն եք ասում, այդ դեպքում ինչու պիտի իշխանությանը չընտրեն, ձեզ ընտրեն։ Չէ, իշխանությանը եթե ընտրեցին, Նիկոլ Փաշինյանը մի օր կարող է տանի բան Շանհայ մի օր կարող է ասի բալանսավորված ավելի լավ է Թուրքիայի, Ադրբեջանի, այդ լավն եք մի օր Ռուսաստանը, գործնականում ինքը բալանսավորված բոլորին հայ է ասում։ Մեր պարագան հաստատ այդպես չի, մենք մի հոգու ենք ասում, մնացածի հետ կարանք ունենանք ուղղակի նորմալ շփում, որովհետև կոնկրետ ճանապարհ անցնելու համար տարբեր ուղղություններով չես գնա, դա կոնկրետ ճանապարհ, հետո մի խնդիր, եթե մենք այսօր հայտ ներկայացնենք, քանի տարի ուզում է անցնի, անդամակցելու։ Ամեն հաջորդ օրը մեր կյանքի որակը փոխվելու է դեպի դրական։ Դա եւ օրենսդրության, դա եւ փաթեթն է, տնտեսական, սոցիալական, իրավական, ժողովրդավարական բոլոր ատրիբուտներով։ Բայց հայտ ներկայացնելուց հետո այդ նույն տնտեսական ու բոլոր ատրիբուտներով մենք հյուսային քամիներ ենք սպասելու։ Չէ, էլի սպասենք, բայց ինչա, մենք այսօր չենք տեսնում, որ Ռուսաստանի հետ կապված մենք հասարակ բան, ես այդ օրինակը էլի բերել եմ, բայց մի հատ էլ ասեմ։ Հիմա մենք այսօր ասում ենք մեր շուկան Ռուսաստանն է։ Գյուղմթերքը Ռուսաստանն է։ Վաղը մյուս օրը չենք բացառում, չէ՞ որ Թուրքիան ու Ադրբեջանը ապրանք կմտցնեն Հայաստան։ Խաղաղություն եղավ, մտցնելու է։ Չենք բացառում, չէ՞ որ վաղը մյուս օրը Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմը կավարտվի։ Եթե ավարտվեց, Ռուսաստանն ասեց համաձայն եմ ռեպարացիա վճարելու, բայց թողեք նորմալ գործընկեր աշխատենք, չէ՞։ Որ Ռուսաստանը իր շուկան բացեց գյուղատնտեսական հսկայական ինդուստրիա ունեցող Եվրոպայի առաջ։ Դուք սկիմը ծիրան չեք կարա մտցնեք, նույնիսկ եթե Եվրոպան ծիրան չի արտադրում, կամ փոքր քանակությամբ արտա։ Բայց եթե մենք եվրոպական ստանդարտի ապրանք չունենք, մենք Ռուսաստան էլ չենք կարողանա մտնենք։ Այդ միլիոնավոր դոլարները ինչի համար ենք դնում։ Թուրքական ապրանքը մտավ, ադրբեջանականը մտավ։ Անվտանգայինը դնում է մի կողմ, որ մենք կարող է խնդիր ունենանք ստուգելու որքանով է, դա այլ կոմպոնենտն է։ Բայց նայենք զուտ տնտեսական առումով, իրանց ապրանքը էժան է։ Մեր գյուղատնտեսությունը տեղից էլ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի կեսից ավելին անմշակ է, այն մյուս կեսն էլ չի աշխատելու։ Որտեղ մենք չենք կարող էժան ապրանքով մրցակցենք։ Դե գոնե թանկ որակով ապրանք չունենանք, որ դա հանենք Ռուսաստան կամ հանենք Եվրոպա կամ հանենք Ամերիկա կամ էլ հանենք հարուստ արաբական երկրներ։ Ես ասում եմ, որ եթե ասում եք դե լավ ինչի հետևից է կընկե մենք ռուսական ստանդարտի ապրանք կտանենք Ռուսաստան, ասում եմ հարգելիներս, դուք ռուսաստանական ստանդարտի ապրանք Ռուսաստան չեք կարող տանել, եթե նա խաղաղության պայմանագիր կնքի Եվրոպայի սահմանները բացի։ Ձեր գյուղը, այսինքն մենք ինչով պետք է մտածենք, թող ոչի էժան ապրանքը գա Հայաստան, դրա փոխարեն մենք թանկը տանենք եւ արտարժույթ բերենք, չէ՞։ Բայց եթե էժան ապրանքը մտավ քո տնտեսության հերն անիծեց, դու նույնիսկ էժանն առնելու փող չես ունենա։ Լավ։ Ձեր ինչպես ասեմ, այցեկարտը այն կուսակցության, որի կազմում մասնակցում եք ընտրությունների, որ տարբերում է մյուսներից, որ մյուսները չունեն եւ այլն։ Առաջինը Գուրգեն Սիմոնյանը ակադեմիական ոճի անձնավորություն է, կիրթ գրագետ եւ բացի դրանից իր վրա չկա անցյալի ոչ մի բեռ։
Նա սխալ բանակցություն չի վարել Արցախի հետ կապված, նա բանակ չի թալանել, ոչինչ չի արել։ Ու շատ դեպքերում մարդիկ ասում են, հա, բայց փորձառու պետքա լինի։ Այսինքն դուք համարում եք, որ գիտնականը դա փորձառություն չի։ Այսինքն մարդը, որ գիտնական է, դա փորձառություն չի։ Իսկ ես էլ մտածում եմ այսպես, կամ ասում են տարիքը, որքան հիշում եմ, իր տարիքից մի քանի ամիս հետո տենց Թեոդոր Ռուզվելտը դարձավ Ամերիկայի նախագահ։ Երբ որ Մակինլիին սպանեցին։ Այսինքն հիմա համարում ենք, որ 40-անց տարիքը դա փոքր տարիք է, հա, տենց բանի փորձառության կամ եթե չէ գիտնական լնելը դա բավարար չի։ Ես էլ համարում եմ, որ եթե կյանքի փորձ ես ունենում, այդ փորձը նաև ձեռք ես բերում մեծագույն սխալների արդյունքում։ Հմտությունը գալիս է դրանից։ Իսկ ինչ կլինի, որ մենք վերցնենք սխալները մեր վրա, փորձը փոխանակենք երիտասարդ սերունդին, մի մարդ եւ մի ուժ, որը կարող ավելի երկար ճանապարհ ունենա, քան ես, պատրաստականորեն կանգնենք իրանց կողքը եւ ասենք բերեք միասին այդ ճանապարհը անցնենք։ Դա ես ցույց տվեցի նորմալ օրինակ, մարդկային օրինակ, որ յուրաքանչյուր մարդ պետքա մտածի, բա առողջ սերնդափոխություն ինչպես ենք պատկերացնում։ Եթե չենք ցանկանում, որ այդ ճանապարհը բացվի եւ մարդիկ այդ քայլերը կատարեն։ Մենք էլ մեր համեստ ուժերի ներածուչապով օգնենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, ձեզ հաջողություն։ Շնորհակալություն։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այս զրույցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ քաղաքականությունը ոչ միայն հաշվարկ է, այլև հնարավորությունների, արժեքների պայքար։ Այսօր մենք փորձեցինք դիտարկել եւ մեր Հայաստանում տեղի ունեցող եվրոպական այս գործընթացները եւ շնորհապետական կուսակցության տեսլականը առաջիկայի համար։ Իսկ թե ինչպեսին կլինեն արդյունքները, մեկ անգամ եւս նշենք, հայտնի կլինի արդեն ընտրություններից հետո հունիսի 8-ից։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտոնյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։